Վաղը Ռուսաստանում լռության օր է, մարտի 4-ին ռուսաստանցիները նախագահ են ընտրում, փորձագետները կարծում են երկրի ղեկավարը կընտրվի առաջին փուլով, իսկ միակ ինտրիգը երրորդ տեղի համար պայքարող քաղաքական գործչի անունն է։ Ռուսաստանում նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից 4-ը առաջադրվել են խորհրդարանական 4 կուսակցություններից՝ Վլադիմիր Պուտինը Եդինայա Ռոսիայից, Գենադի Զյուգանովը կոմունիստական կուսակցությունից, Վլադիմիր Ժիրինովսկին լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Սերգեյ Միրոնովը Սպրավեդլիվայա Ռոսիա կուսակցությունից եւ վերջապես ինքնաառաջադրված միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը։ Վերջին սոցհարցումները ցույց են տվել, որ Վլադիմիր Պուտինը կստանա ընտրողների 55%-ի ձայները։ Փորձագետներն ասում են, որ թեկնածուների միջև նախընտրական պայքարը եղել է թույլ, եւ հենց դա է պատճառը, որ երկրորդ փուլի մասին խոսելն ավելորդ է։ Եթե այնուամենայնիվ երկրորդ փուլը լինի, ապա Պուտինի ամենահավանական մրցակիցը կոմունիստների առաջնորդ Զյուգանովն է։ Վերլուծաբանները կարծում են, որ Զյուգանովի հենքը լավ մշակված ու արդյունավետ կուսակցական կառուցվածքն է։ Կոմունիստական կուսակցությունն ունի կայուն էլեկտորատ, բացի այդ Զյուգանովը կարող է ստանալ բոլոր նրանց ձայները, ովքեր դեմ են Պուտինին։ Զյուգանովի պոտենցիալը ընտրություններում գնահատվել է 15%։ Թեժ է լինելու պայքարը երրորդ տեղի համար, այն կընթանա Ժիրինովսկի ու Պրոխորովի միջև։ Ժիրինովսկին շատ վառ կերպար է, բայց նա ունի բարձր հակավարկանիշ, հենց այդ պատճառով էլ Պրոխորովի շանսերը մեծանում են։ Նա կարող է հավաքել ընտրողների ձայների 10%-ը։ Սակայն չմոռանանք, որ միլիարդատեր Պրոխորովին դեմ է միջին խավը։ Եվս մեկ քաղաքական երկարակյաց Սերգեյ Միրոնովի շանսերը գնահատվում են թույլ 5-6%։ Լևադա կենտրոնի տվյալներով Պուտինը կարող է հավաքել մինչև 66% ձայն, եւս 15-ը պատրաստ է քվեարկել Զյուգանովի օգտին, 8%-ը Ժիրինովսկիի, 6%-ը Պրոխորովի համար։